Ջան է, հաջան, առողջականը ոչինչ դիմադրելի, այն որ արդեն կատարողական հիմնարկ հետ չեմ վերալ, արդեն ինձի հուսադալի որ կլավ կլնի, բայց ազնիվ լինելու համար ժողովուրդ ջան պետք է ասեմ, էլի չեմ կարա չասեմ, գիտեք ասող մարդ եմ։ Այն վերաբերմունքը, որ ես տեսա նու Բարաշենք հրակատարողական հիմնարկում աշխատակազմի առավել եւս մտեղի դատապարտյալների կողմից ես իրոք նման բան չէի պատկերացնում, որ դե գիտեք, այսօր քրեակատարողական հիմնարկում ինչքան անմեղ մարդիկ կան, բազմաթիվ անմեղ, բայց դաժե այն մարդիկ, որոնք որ ինչ-որ չափով մեղա իրանց արարքի համար են, դե բոլորն էլ ինձի այն մոտեցումը ցույց տվեցին, այն մարդկային վերաբերմունքը, որ ուղղակի ես սենց չէի սպասում, բայց արի ուտես, թե մարդկություն կա, երևի այդ շենքի մեջ է մնացել, այդ շենքից պատերից դուրս մարդկությունը գրեթե վերացել է։ Վերջո կպարզաբանեք մեքենայից ինչու վերցրեցիք ձեռնափայտը, ինչ նպատակով։ Ուրեմն ժողովուրդ ջան, այդ ձեռնափայտը տարին 12 ամիս իմ մեքենայի մեջ է։ Երբ որ ես այդ պահը մեքենայով մոտեցա, տեսա, որ ռազմական ոստիկանության աշխատողները, որոնք քանակապես մեզանից մի քանի անգամ ավելի շատ էին, որ այս ծնողներին սենց ֆուտբոլի գնդակի պես ռեժիսյան էին տանում, այնյան էին տանում, ու երբ որ ես տեսա, որ խփում են, ես ձեռնափայտը նախ վերցրել եմ առաջինը, նոր էլ որ դալիճ մտա, սենց արեցի, հիմա ինչ սպառնում եմ, այս սենց անելու համար ասում են Նախ, էսի առաջի անգամը չէ, որ ռազմականի տեղեքը լավ ջարդում են, ինձ եվս մի անգամ ընդ կապեպեի տուրնիկետների տական ենց են քյուվտի մի սարք է, բայց ես են վաղ ձեն չանեցի, դե ասի մը տղա են, հիմա մի քիչ բիրտ ուժեն կիրար է, չէ գրանցի, չբողոքից, բայց իդի դարնում եմ ոնց որ իրանց մոտ արդեն սովորական, էլի սովորություն է, երբ կգաք, կջարդեն, կտպենք, կլարենք, մի հատ է ձեզի կմեղադենք, դուք պատկերացեք 8-10 ծնող ենք եղե 9 հատ ռազմականի տուժող, դե լավ էլի ուրեմն փաստորեն կամ մենք ենք, չգիտեմ, տոր քանգեղն ենք։ Այդքանին հասցրել եք ծեծել։ Ախր ոչ մեկին ոչ կպել եմ, ոչ խփել եմ։ Հայոյանք եմ հնչեցրել, էլի եմ հնչեցնում, նոր դահլիճում էլ ասեցի, ով կարա զոհվածի ծնողի վրա ձեռ բարձրացնի, անհետ կորածի ծնողին խփի, ինքը իմ համար տո համ թուրք է, համ էլ անբարոյականի զավակ է, ով էլ հետս համաձայն չի ինքն էլ անբարոյականի զավակ։ Պարոն Ղուկասյան, դուք տնային կալանքի տակ եք լինելու, ծնողների պայքարը շարունակվելու է։ Բա ինչ է անելու, ձեր ցավը տանեմ, այս անգամ էլ եմ ասում, մի հատ էլ եմ ասում, մեր մոտ ինչ-որ լիդեր չկա, տենց լիդեր չկա, ստեղ մենք ընդհանուր ենք որոշում, ընդհանուր էլ անում ենք, ընդհանուր է, մեր սաղ արվում ընդհանուր, ուղղակի խի են սենսիվ, որտև ես էի կարողանում ինչ-որտեղ իրանց խոսքը առաջ քաշել, էդ էր խնդիրը, որ ես ասենք ցելի տակ է, էլի պրիցելի ին վրա էր։ Բոլորը կարծիք էին հայտնում, որ ձեզ կալանավորելը նաև ծնողներին լռեցնելու համար է, դուք ինչ կարծիք ունեք դրա համար։ Նաև, բայց միևնույնն է, անկախ նրանից դաժե եթե իմ կալանքը շարունակեն էլ, միևնույնն է ես համոզված եմ, որ այս ծնողները չէին լռելու։ Տեսեք Տաթևիկ Սողոյանին փաստաբան ասեց, ինքը ոչ թե մենակ իմ փաստաբանն է, այլ ինքը նաև իմ բախտակից ընկերն է, իր քերին էլ անհայտ կորած։ Հիմա որ հո Տաթևիկին էլ չէին Կոչուբաևի նման փռելու ասֆալտին հոտել չէին անելու, դες չան սամ ինչը սպասել աղուր, չած չէ կողդ եմ չվախնաս։ Էդ է, ցավներ, հաջա։ Քանի որ ձեր փաստաբանն էլ այնտեղ հարցադրումը արեց, թե ինչ գործուներ այդտեղ ռազմական ոստիկանությունը, դուք տեսել եք թե ինչպես է հայտնվել կամ ինչից հետո սկսեցին գալ ռազմական ոստիկանություն։ Նախ ռազմական ոստիկանության ծառայողները իրանք իրենց ծառայությունը կատարում են հակերում, այսինքն պաշտպանության նախարարությունը 3 հակ ունի, ամեն հակում ունի իր ծառայողները, նրանք հակի հերթապահներն են, նրանք սենց էլ նենց էլ ընդ են, բայց բացի հակի հերթապահները, մենք ընդեղ հենց հայտնվում ենք, ընդեղ համ գալիս է ռազմական ոստիկանության հատուկ ջոկատը, ընդեղ համ կգա ոստիկանության ուժեր, այդ օրը նաև ոստիկանության ուժեր են եղել, ես չի որ ոստիկանության, տարբեր ստորաբաժանումներ գալիս են, չգիտես խի իրանց մտածում են թե մենք, բայց եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել ես մի փաստներ, թող արձանագրեն,
Բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք, թե ԱԱԾ-ում, թե կառավարությունում, թե ՏՏ-ջը, չէ։ Մենք ոչ միտեղ խնդիր երբեք չենք ունեցել։ Մենք որտեղ գնացել ենք, ասում ենք ուզում ենք հանդիպենք այսիշ մարդու հետ, հարց չկա, օր, ժամ, թվականակ, ինչքան ենք մտնում ենք, խոսում ենք, հարցը տալիս ենք, դուրս ենք գալիս։ Մենք կռիվ չենք ման գալի, մենք չենք գնում կռվելու, բայց պաշտպանության նախարարությունը հետ ինչքան գնացել ենք միշտ խնդիր ա եղել։ Ինչքան գնացել ենք իրանք այդպես միշտ թե խուսափում են մեր հարցադրումներից, քանի որ չունեն պատասխան կամ չեն կարա տան, կամ բերանները փակել են, որ չտան, էդ էլ արդեն հետագայում կիմանանք։ Ասում եմ բոկնից իմոշկը, վիձիտ նիմնոշկը, մի օր կբացվի, սաղ ամեն ինչի վրա էլ լույսը կսպրվի, կիմանանք ով տարավ մեր երեխեքին կոտորեց, ով ինչ արեց, ով ոնց արեց, էդի գալու է այդ օրը, ես այդ օրվան հավատում եմ։